Ավերակներ, քանդած շինություններ, փոշի, կեղտ եւ թափառող շներ։ Դժբախտաբար անցած տարիներին համայնքային իշխանությունները ավելի մեծ ուշադրություն են դարձրել քաղաքի կենտրոնական հատվածին, քան թե ծայրամասերին։ Մենք գտնվում ենք Գյումրու հյուսիսային թաղամասերից մեկում այս հրաշալի շատրվանի հարևանությամբ։ Եվրատաշինքը նախատեսում է իր նախընտրական ծրագրով ուշադրություն դարձնել թաղամասերի համաչափ զարգացմանը եւ ոչ թե միայն ուշադրություն դարձնել կենտրոնին։ Դա հնարավոր է, ոչ մի ֆանտաստիկ բան չկա դրա մեջ։ Մենք բոլոր թաղամասերում ստեղծելու ենք տարեցների երիտասարդների համար ակտիվ ժամանցի գոտիներ։ Հարգելի գյումրեցիներ, հավատացեք, եկել է փոփոխությունների ժամանակը, դա հնարավոր է։ Մասնակցեք մարտի 30-ի ավական ու արտահերթ ընտրություններին եւ քվեարկեք Եվրատաշինքի եւ իմ օգտին։ Քվեաթերթիկ համար 6։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Մենք այսօր տեսնում ենք, որ Ադրբեջանը այնքան էլ պատրաստակամություն չի դրսևորում պայմանագիրը ստորագրելու։ My question is the following. Today we see that Azerbaijan isn't showing much readiness in signing that agreement. Ավելին տեղեկատվություն են տարածում, թե իբր հայկական կողմը կրակում է ադրբեջանցիների ուղղության սահմանից։ Moreover, they are disseminating news as though Armenian side is shooting at Azerbaijanians from its borders. Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը, որտեղ իսկապես նման բան չկա։ Ministry of Defense is officially revoking that information because actually there is nothing like that. Ես կցանկանայի, որպեսզի դուք գնահատեք այս իրավիճակը Ադրբեջանի վարքագիծը եւ ձեր մոտ չկա տպավորություն, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է ավելի թանկ վաճառել իր ստորագրությունը։ I would like you to assess this situation, and I'm asking you, do you have the impression that maybe Azerbaijan is trying to sell more expensive, to ask for higher price for its agreement, and with this disinformation provided to international community? I'm very much concerned about the Azeri rhetorics. Yeah, what rhetorics? From Azerbaijan. Okay. Yes, ճիշտն ասած շատ մտահոգ եմ ազերբայջանական ռիտորիկայի կապակցությամբ. So once again, I urge Azerbaijan to sign this agreement as quickly as possible. The remaining unsolved issues were solved by concessions from the Armenian side. So now the ball is in Azerbaijan's court. They should sign immediately. Եվ կրկնում եմ իմ ասածը, որ ցանկանում եմ, որ Ադրբեջանը այս համաձայնագիրը ստորագրի հնարավորինս արագ, որովհետև ինչ խնդիրներ էլ եթե կային, այդ խնդիրները լուծվել են հայկական կողմից, եւ Ադրբեջանը պետք է հնարավորինս արագ ստորագրի համաձայնագիրը. And I think it would also be in the self-interest of Azerbaijan to sign this agreement because it would ease Azerbaijan's relations with the international community to actually sign this agreement. Դեռ ավելին, ես կարծում եմ, որ դա բխում է Ադրբեջանի շահերից ստորագրել այս համաձայնագիրը, որովհետև դա կհեշտացնի Ադրբեջանի կապերի զարգացումը միջազգային հանրության, միջազգային ճանապարհների կամուղների վրա. I hope the international community, both the European Union and the United States, will put pressure on Azerbaijan to sign as soon as possible. Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը եւ եվրոպական, եվրոմիութենական երկրները եւ մյուս երկրները կազդեն իրենց ազդեցությունը կցուցաբերեն Ադրբեջանի վրա, պնդելով եւ պահանջելով, որպեսզի նա հնարավորինս արագ ստորագրի այս համաձայնագիրը.
Ավերակներ, քանդած շինություններ, փոշի, կեղտ եւ թափառող շներ։ Դժբախտաբար անցած տարիներին համայնքային իշխանությունները ավելի մեծ ուշադրություն են դարձրել քաղաքի կենտրոնական հատվածին, քան թե ծայրամասերին։ Մենք գտնվում ենք Գյումրու հյուսիսային թաղամասերից մեկում այս հրաշալի շատրվանի հարևանությամբ։ Եվրատաշինքը նախատեսում է իր նախընտրական ծրագրով ուշադրություն դարձնել թաղամասերի համաչափ զարգացմանը եւ ոչ թե միայն ուշադրություն դարձնել կենտրոնին։ Դա հնարավոր է, ոչ մի ֆանտաստիկ բան չկա դրա մեջ։ Մենք բոլոր թաղամասերում ստեղծելու ենք տարեցների երիտասարդների համար ակտիվ ժամանցի գոտիներ։ Հարգելի գյումրեցիներ, հավատացեք, եկել է փոփոխությունների ժամանակը, դա հնարավոր է։ Մասնակցեք մարտի 30-ի ավական ու արտահերթ ընտրություններին եւ քվեարկեք Եվրատաշինքի եւ իմ օգտին։ Քվեաթերթիկ համար 6